Բուրըն ծափարենք Հիսուսին, բարեկամներ դուք այսօր կորտնվեք և կլսեք Աստծուց մի խոսք, որը Տիրոջ սրտից է գալիս, որը կլուսավորի ձեր հոգին և ձեր ուղին, իսկ ավելի ուշ մենք կաղոթենք, ես և հովիվ Հայմեն, Աստված հրաշքներ է գործել, Աստված մեծ բաներ է արել այս վերջին մի քանի օրերին, շնորհակալություն Հիսուս, Ես կցանկանայի հիմա անցնել Սաղմոս 36-ին, որպեսզի տեսնենք ինչ ունի Տերը մեզ այստեղ ասելու Դավիթ թագավորի միջոցով։ Եկեք ուսումնասիրենք համար առ համար, սկսած 5-րդ համարից, նա այսպես է ասում. Տեր, քո ողորմությունը երկնքումն է, և քո ճշմարտությունը հասնում է մինչև ամպերը, թույլ տվեք բացատրել ձեզ։ Աստծո ողորմությունը երբեք չի փոխվի, որովհետև այն երկնքում է։ Հիսուսն ասաց, որ երկնքում որևէ բան չի կորում։ Այնտեղ ժանտ չկա, ցեցեր չկան, այնպես որ ընդհանրապես կորուստ չկա։ Եթե մի օր դուք սպառեք Տիրոջ ամբողջ ողորմությունը, մի հուսահատվեք, հաջորդ օրը նրա ողորմությունը լիովին կնորոգվի երկնքում և երկրի վրա։ Այն գալիս է և ողողում է ձեր հոգին, և դուք ասում եք, ես ուզում եմ փոխվել, և Աստված կօգնի ինձ դա անել։ Դուք կարող եք վստահ լինել, որ կարող եք միշտ հույս դնել Տիրոջ վրա, որովհետև մեր Աստվածը չի փոխվում, և այն ամեն խոսքերը, որ դուրս են եկել նրա շուրթերից։ Նրա ուխտը հավերժական ուխտ է։ Հետո 6-րդ համարում նա ասում է. Քո արդարությունը ինչպես Աստծո սարերն է, և քո իրավունքը ինչպես մեծ անդունդ, դու ես փրկում մարդկանց և անասուններին Տեր, նրա արդարությունը հնարավոր չէ փոփոխել։ Ենթադրենք Բրազիլիայի կառավարությունը որոշի ոչնչացնել Մանտիկեյրա լեռնաշղթան և այն վերածել հովտի։ Նրանք կարող են 100 տարի աշխատել, բայց չեն կարող դա անել։ 6. Քո արդարությունը ինչպես Աստծո սարերն է, և քո իրավունքը ինչպես մեծ անդունդ, դու ես փրկում մարդկանց և անասուններին Տեր, մարդը չի կարող այն ամբողջությամբ վերացնել, որպեսզի այլևս գոյություն չունենա, երբ դու Աստծո արդարության կարիքն ունենաս, աղաղակիր, որովհետև նրա արդարությունը շարունակում է մնալ նույնը, ինչ միշտ եղել է։ 6. Քո արդարությունը ինչպես Աստծո սարերն է, և քո իրավունքը ինչպես մեծ անդունդ, դու ես փրկում մարդկանց և անասուններին Տեր, Աստծո դատաստանը մեծ և խորը անդունդի պես է, որտեղ հակառակորդը և նրան հետևողները կընկնեն։ Դա անհատակ անդունդ է, որը վերջ չունի հավիտյան, իսկ դուք Աստծուն հավատացողներդ կարող եք վստահ լինել, որ Աստված կօգնի ձեզ Հիսուսի անունով, սակայն հիմա պետք է վստահ լինեք, ընդունել եք Հիսուսին և հաշտվել եք նրա հետ, որովհետև եթե դա թողնեք ավելի հետոյի համար, եթե հետաձգեք այս որոշումը, կարող է շատ ուշ լինել, և դուք չեք ունենա այս օրհնությունը, և վայ նրանց, ովքեր կընկնեն այդ մեծ փոսերից մեկի մեջ, որոնք Աստծո դատաստաններն են։ 6. Քո արդարությունը ինչպես Աստծո սարերն է, քո իրավունքը ինչպես մեծ անդունդ, դու ես փրկում մարդկանց և անասուններին Տեր, այսինքն բոլոր կենդանի էակներին, իսկ ինչու է նա պահպանում նրանց, որովհետև նա արարիչն է, նա է ստեղծել ամեն բան, երբեմն նույնիսկ այն մարդիկ, ովքեր չեն սիրում Աստծուն, մղում են զգում բարի գործեր անել կենդանիների համար, սա գեղեցիկ է, որովհետև կենդանիները պետք է գոյություն ունենան, բայց ցավոք կան մարդիկ, ովքեր հակառակն են մտածում, կենդանիները նաև կերակուրի համար են, կան մարդիկ, որ հայտարարում են, ես միս չեմ ուտի, կերեք, քանի որ վիտամին B12-ի կարիք ունեք, եթե միս չուտեք, դա ձեզ մոտ պակաս կլինի, վիտամինները, որոնք մենք ընդունում ենք, բանջարեղենի և մրգերի միջոցով նույնը չեն, եթե շաբաթը գոնե մեկ անգամ միս եք ուտում, կարող եք դրանից օգուտ քաղել։ Ես գիտեմ դեպքեր, երբ մի կին ասում էր, որ ինքը բուսակեր է, նրա հայրը բարձրահասակ է,
մայրը բարձրահասակ է, իսկ ինքը ցածրահասակ։ Մեկ այլ նման դեպքում ես այդ մարդուն հորդորեցի. դադարիր դա անել, որովհետև դու այդ վիտամինների կարիքն ունես։ Նա որոշեց, սակայն դա չօգնեց, որովհետև հիպոֆիզն արդեն փակվել էր եւ նա այլևս չէր աճի։ Լավ, եկեք շարունակենք։ 7. Ինչ պատվական է քո ողորմությունը, ով Աստված, եւ մարդկանց որդիքը քո թևերի շուքի տակն են ապավինած։ Ինչ է ողորմությունը։ Դա Աստծո հուսալից բարեգթությունն է կամ նրա բարեգութ հույսը, այնպես որ այն թանկարժեք է, որովհետև երբ դուք հասկանաք այն հույսը, որ Աստված ունի ձեր կյանքի համար, դուք դարձի կգաք, կսկսեք փնտրել Հիսուսին, որովհետև եթե դուք դեռ դարձի չեք եկել, այս հույսը կխափանվի, այն չի գործի, որովհետև Տերը մեզ ստեղծել է, որպեսզի ապրենք նրա հետ հավերժ երկնքում, որպեսզի վայելենք երկնքի խաղաղությունը, որտեղ չկան գողեր, չկա ժանգ, չկան ցեցեր, չկա հիվանդություն, այլ միայն խաղաղություն, եւ այն էլ հավերժ, եւ այնտեղ մեզ համար տեղ կա պատրաստված։ 7. Ինչ պատվական է քո ողորմությունը, ով Աստված, եւ մարդկանց որդիքը քո թևերի շուքի տակն են ապավինած, ինչպես գրված է. Բարձրալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Իսկ 8-րդ խոսքում շարունակվում է ասելով. նրանք լիանում են քո տան պարարտությունը եւ քո հաճությանց գետիցը խմել ես տալիս նրանց։ Բայց ինչ պարարտություն է դա, դոկտոր Սուարես։ Այս պարարտությունն այն յուղն է, որը Սուրբ Հոգու խորհրդանիշն է։ Աստված ասում է, որ կարող ենք խմել այս յուղից մինչև լիանանք, այլևս կարիք չունենանք, որևէ պակասություն չունենանք։ Բայց ես կցանկանայի ավելի շատ Սուրբ Հոգի ունենալ։ Դուք պարզապես պետք է ցանկանաք, փնտրեք եւ Աստված կտա ձեզ։ 8. Նրանք լիանում են քո տան պարարտությունով եւ քո հաճությանց գետիցը խմել ես տալիս նրանց։ Աստծո մոտ դառը բաներ չկան, նրա հետ տխրություն չկա, կան միայն լավ բաներ։ Մենք տառապում ենք այս աշխարհում Ադամի մեղքի պատճառով, բայց երկրորդ Ադամը չմեղանչեց, որ Հիսուսն էր։ Նրան անվանում են երկրորդ Ադամ։ Նա վճարեց գինը, որպեսզի մենք չկորչենք, այլ ընկած վիճակից բարձրանանք եւ մեծ օրհնություն լինենք։ 9. Որովհետև կյանքի աղբյուրը քեզ մոտ է, եւ քո լույսովն ենք տեսնում լույսը։ Աստծո մոտ է պահպանված մեր կյանքը։ Երբ մենք երկնքում լինենք, ոչ թե մեր այս մարմինն ու այրունն են ժառանգելու, այլ մեր հոգին։ Մեր հոգին նույն էությունն ունի, ինչ Աստծո հոգին, եւ մենք նրա հետ կլինենք հավիտյան։ Տրիլիոն անգամ տրիլիոն տարի անցել, այն չի տգեղանա, այն չի փոքրանա կամ թուլանա, ոչ, այն նույնը կմնա, որովհետեւ Աստված մեզ վերաստեղծելու է Քրիստոս Հիսուսով, այնպես որ մենք հավիտյան օրհնված կլինենք։ Իսկ եթե այնտեղ նորից մեղանչեմ, դուք նույնիսկ չեք իմանա թե ինչ է մեղքը։ Աստված իմաստուն է, այնտեղ չեն լինի դևեր, որոնք կփորձեն մեզ, ոչ մի վատ բան։ Եվ մենք երջանիկ կապրենք Աստծո հետ հավիտյանս հավիտենից։ Բայց վայ նրանց, ովքեր չեն զղջում, մենք պետք է բարեխոսենք կորսվածների համար, այլապես նրանք կգնան հավիտենական տառապանքի մեջ։ Հիմա է ժամանակը, որ մենք ներդնենք մեր բոլոր ջանքերը, օգտագործենք մեր ողջ ուժը ավետարանչական գործի մեջ, որպեսզի Տեր Աստված կարողանա օրհնել այդ մարդկանց։ 9. Որովհետև կյանքի աղբյուրը քեզ մոտ է, եւ քո լույսովն ենք տեսնում լույս։ Լսիր, դու Աստծո լույսը չես տեսնի, եթե դրախտ չգնաս։ Նրանք, ովքեր գնում են կործանման, երբեք չեն իմանա, թե ինչ է ճշմարիտ լույսը։ Նրանք կիմանան, թե ինչ է խավարը, ինչ է ատամների կրճտոցը, ինչ է չարի կողմից ճնշվելը, որովհետև եթե այստեղ դևը ճնշում է մարդուն,
Պատկերացրեք, թե ինչ կլինի այնտեղ, ցերեկ ու գիշեր։ Վայ նրանց, ովքեր չարի հետ կլինեն այնտեղ։ Դա շատ ավելի վատ է, քան ունենալ հարևաններ, որոնք ամբողջ գիշեր կռվում են ու չես կարողանում քնել։ Այնտեղ ամեն բան շատ ավելի լուրջ կլինի, բայց հիմա Աստված կանչում է. արի, դարձի եք, ընդունիր իմ որդուն որպես քո փրկչի եւ կդառնաս մեծ օրհնություն։ Ամեն։ Հիմա մենք դիտելու ենք իրական կյանքի պատմությունը, որից հետո ես կաղոթեմ եւ Աստված կօրհնի ձեզ։ Հիմա դիտենք վկայությունը։ Նստանյարդի ցավն առաջանում է նյարդի սեղմումից եւ բորբոքումից, մեջքի մեջ փոփոխությունների պատճառով, որոնք ազդում են ողնաշարի, նստատեղի եւ ոտքերի վրա։ Այն կարող է նաեւ զուգակցվել ծակծկոցի եւ այրոցի զգացողության ախտանիշների հետ, որոնցից Վերա Լուսյան տառապում էր մոտ 5 տարի։ Ցավեր ունեի նստատեղի նյարդում, ամբողջ ձախ ոտքս եւ մեջքիս աջ կողմը ցավում էր։ Այդ ցավը հասնում էր մինչեւ ներքև, կարծես այստեղ կրակ լիներ։ Նա միշտ դժվարանում էր քայլել մեջքի ցավի պատճառով։ Այսպես էի քայլում, կաղալով։ Երբեմն ստիպված էի կանգ առնել, որովհետև զգում էի այդ սուր ցավը։ Կարծես նյարդը մի փոքր տեղաշարժվում էր իր տեղից։ Նա միշտ բողոքում էր մեջքի ցավից։ Երբ ուզում էր անել իր տնային գործերը, չէր կարողանում։ Նույնիսկ դժվարանում էի քնել։ Ես կարող էի քնել միայն մի կողմի վրա։ Երբեմն չէի կարողանում նույնիսկ լվացքը քամել։ Նա չէր կարողանում թեքվել, ձեռքերը բարձրացնել, հագուստը լվացքի պարանին կախել, ինչ-որ բան հանել պահարանից։ Ես գնացի բժշկի մոտ եւ նա ասաց ինձ, որ ես պետք է մեջքի վիրահատություն անցնեմ։ Միշտ Աստծուն էի խնդրում բուժել ինձ, որովհետեւ ես ուզում էի բուժվել, որպեսզի կարողանայի ես անել իմ տնային գործերը։ 2021 թվականի դեկտեմբերի 1-ին Վերա Լուսյան մասնակցեց դոկտոր Սուարեսի անցկացրած ծառայությանը Պորտու Ալեգրա քաղաքում, հավատալով, որ այնտեղ կբուժվի։ Ես կփնտրեմ իմ օրհնությունը, ես այնտեղ կգնամ մեծ հավատով։ Հետո, երբ դոկտոր Սուարեսը նշեց նրանց, ովքեր տառապում էին մեջքի ցավից, նստատեղի ցավից, ես վեր կացա մի փոքր դժվարությամբ, բայց հասա այնտեղ։ Եթե դժվարանում եք քայլել, գոտկատեղից մինչև ոտքերը, հիմա վեր կացեք ձեր տեղից եւ բարձրացեք այստեղ։ Հետո, երբ դոկտոր Սուարեսը սկսեց աղոթել, ես հռչակեցի. ես այսօր այստեղից կհեռանամ հաղթանակով ու օրհնությամբ։ Ես զգացի, թե ինչպես է։ Գիտեք, տաքության զգացողությունը իջնում է մարմնովս մեկ, եւ ապա ամբողջ ցավն անցավ։ Ցատկեցի եւ սկսեցի կռանալ, մի բան, որ նախկինում չէի կարողանում անել։ Գիտեք, նրա հավատքն այնքան ուժեղ էր, որ նա այնտեղ բուժվեց։ Ես խնդիր ունեի նստանյարդիս մեջ եւ չէի կարողանում բարձրացնել ոտքս կամ ձեռքերս։ Մեջքիս աջ կողմը ցավում էր։ Նա բուժվեց, իսկ դուք։ Ես էլ փառք Աստծո։ Արեք այն, ինչ չէի կարողանում անել։ Կռացեք, ուղղվեք, նորից արեք։ Շատ շուտով դուք կվազեք։ Շարժեք ձեր ոտքը հիմա, շարժեք։ Փառք Աստծուն։ Կարող եք գնալ, Աստծո զավակ։ Հիսուսը բուժեց ձեզ։ Այսօր 68 տարեկանում Վերա Լուսյան անում է տնային գործերը եւ նույնիսկ մի փոքր մարզվում։ Երբ տուն հասա, սկսեցի լվացք անել, տունը մաքրել եւ այլն, որովհետեւ ես բուժվել էի, Աստված բուժեց ինձ։ Մեր քույրը մեծ օրհնություն ստացավ։ Նա հիմա անում է այն ամենը, ինչ նախկինում չէր կարողանում։ Նա ինքնուրույն է եւ օգնության կարիք չունի։ Կարողանում եմ կռանալ, ծնկի իջնել, ոտքի կանգնել, ինչը նախկինում չէի կարողանում անել։ Հիմա փառք Աստծո, ես երջանիկ եմ, որովհետև դուստրս ինքնուրույն անում է իր լվացքը եւ մյուս տնային գործերը։ Ես այլևս դեղ չեմ խմում, շնորհակալ եմ Աստծուն։ Ես ազատագրվել եմ ամեն չարիքից։ Այսօր ես այնքան գոհ եմ Հիսուսի անունով։
Բարեկամներ, հիմա մենք աղոթելու ենք, ես եւ Հովիվ Հայմեն, հետո ես կշարունակեմ իմ ծառայությունները այլ վայրում։ Այդ օրը շրջադարձային պահ էր Պորտո Ալեգրեում, որովհետեւ Տեր Աստված շատ հրաշքներ գործեց։ Ժամանակ առ ժամանակ մենք այդ վկայություններն ենք ցույց տալիս, որովհետեւ դա հրաշալի օր էր։ Շուտով 2 տարի կլինի, ինչ ես Պորտո Ալեգրեում եի։ Ես գնացի այնտեղ եւ Աստված օրհնեց մեզ։ Իսկ հիմա ժամանակն է, որ դուք օրհնվեք։ Եկեք ոտքի կանգնեք եւ աղոթենք։ Միայն այն ժամանակ կբացեք ձեր աչքերը, երբ Հովիվ Հայմեն ասի. բացեք ձեր աչքերը եւ արեք այն, ինչ նախինում չեք կարող անել։ Երբ նա դա ասի, մի նստեք, որովհետեւ դա վկայությունների ժամն է։ Շատ մարդիկ են օրհնվել եւ դուք նույնպես իրավունք ունեք օրհնվելու։ Հիմա խոնարհեք ձեր գլուխը, փակեք ձեր աչքերը։ Ես հիմա աղոթում եմ ասելով. Հայր, ես հիմա գալիս եմ քո ներկայության մեջ, օրհնելու այս բոլոր մարդկանց, ովքեր Ռիո Գրանդե դու Սուլից եկած այդ կնոջ նման նույնպես տառապում են։ Աստված, նստատեղի ցավից, մեջքի ցավից, ովքեր ունեն վթարի հետևանքներ, ով Աստված, անհաջող վիրահատության կամ ընկնելու հետևանքներ, դեղորայքի հետևանքներ, ով Աստված, սա հիմա օրհնության օր է, եւ ես վստահ եմ, որ դու այստեղ ես լսելու աղոթքը, լսելու Հովիվ Հայմեի աղոթքը։ Մենք հիմա կապելու ենք ամեն տեսակի տառապանք, որոնց այս մարդիկ բախվում են, այդ ցավը, որ այս մարդն ունի ձախ կողմում, ով Աստված, սրտի մոտ, նրան թվում է, թե ցանկացած պահի կարող է մահանալ, այն մյուս ցավը, որ այս մարդն ունի իր աջ ոտքում, ով Աստված, եւ ամեն հիվանդությունները Հիսուս Քրիստոսի անունով հրամայում ենք, հեռացեք։ Հիսուսի անվան իշխանությամբ ես բարձրացնում եմ իմ ձայները եւ պահանջում. Ո չարիք դուրս արի, հեռացիր։ Աղոթեք ինձ հետ, բարեկամներ, աղոթեք ինձ հետ։ Դուք գիտեք, թե որտեղ է չարիքը, որտեղ այն գողացել ձեր խաղաղությունը, խլել ձեր խաղաղությունը, բայց այս չարիքը այլևս չի կարող առաջ գնալ։ Հիսուսի անվան իշխանությամբ ասեք չարին, դուրս արի, ուժեղ գլխացավ, ցավ ձեռքերում, ոտքերում, հոդերում։ Այս մարդը, որի նստատեղի նյարդը նույնպես բորբոքված է, այս մարդը, ով ունի միջողնային սկավառակի ճողվածք, այս մարդը, ով ունի օստեոֆիտ, այս մարդը, ով ունի վթարի հետևանքներ, ընկնելու հետևանքներ, նրա մեջքը բռնված է եւ դժվարությամբ է քայլում, այս մարդու ծունկն է բռնված հեղուկի կորստի պատճառով, աճարի կորստի պատճառով, արթրոզ, դուրս արի հենց հիմա, ո չարիք, դուրս արի այս ոտքից մյուս տեղերից, գլխից մինչև ոտքերը, ես ասում եմ չարին, դուրս արի հոգեբանական, հուզական չարիք, որ կոչվում է դեպրեսիա, խուճապային խանգարում, տագնապային խանգարում, վախեր, որի պատճառով նրանք ստրկացված են իրենց մտքում, նրանց միտքը ճնշված է, նրանք ունեն չար մտքեր, նույնիսկ ինքնասպանության մտքեր, այս մարդը անընդհատ մահվան մտքեր ունի եւ անընդհատ մտածում է մահվան մասին, ինքնասպանության մասին, այս երիտասարդի դեպրեսիան, հեռացեք, նրա մտքում խառնաշփոթ է, հեռացեք, այս մարդու մտքում ճնշում, դուրս եկեք Հիսուսի անունով, ես ասում եմ, ես պահանջում եմ հենց հիմա, դուրս եկեք, եկեք աղոթենք միասին, բարեկամներ, աղոթեք ինձ հետ հիմա, կուրություն, հեռացիր, կատարակտ, հեռացիր, գլաուկոմա, հեռացիր, նրանց տեսողությունը մշուշոտ է, սա լրիվ կուրություն է, սա մասնակի կուրություն է, բայց միևնույն է, այն պետք է դուրս գա։ Շնչուղիներում չարիքը, այս դժվարացած շնչառությունը, ասթմայի, բրոնխիտի, սինուսիտի, հետևանքներ, ուժեղ կծկավանդակի ցավ, տարօրինակ գլխացավ, հենց հիմա դուրս են գալիս Հիսուսի անունով, այս չարիքը, այս մարդու կոկորթում, այս սրտի խնդիրը, այս սրտի հիվանդությունը, հիմա դուրս են գալիս, վնասվածք, ծանր առիթմիա, այս մարդը, որ ունի սրտի արագ բաբախյուն, նրա սիրտը թուլանում է, հեռացիր Հիսուսի անունով, բոլոր չարիքները թող հեռանան,
Մենք հիմա պայքարում ենք չարիքի դեմ, որ արգանդում է, ձվարաններում է, այս կնոջ արգանդափողում է, այս տղամարդու շագանակագեղձում է, չարիքներ, որ այս մարդկանց մարմնի ցանկացած մասում է, որտեղ էլ որ լինի, հանգույցներ, ուռուցքներ, դրանք պետք է դուրս գան, դրանք պետք է անհետանան։ Մենք պահանջում ենք, մենք հրամայում ենք Հիսուսի անունով։ Օ, հալելույա, ես ավելին եմ ուզում։ Ես ուզում եմ, որ դուք ավելի մոտենաք Աստծուն։ Ես ուզում եմ տեսնել, թե ինչպես եք ավելի մոտենում նրան։ Հալելույա, այո, օրհնություններ են գալիս եւ Աստծո զորությունը մտնում է ձեր մեջ հենց հիմա։ Սա վերևից եկող զորություն է, սա Սուրբ Հոգու զորությունն է ձեր կյանքում։ Օ Տեր, ես ուզում եմ, որ այստեղ գտնվող յուրաքանչյուր մարդ լինի ավետարանի վրա։ Այս մարդը, ով այնքան հուսահատված էր այսօր, որ նույնիսկ մտածում էր ինչ որ խելագարություն անել։ Ես նրանց համար աղոթել եմ, որ վերականգնի իրենց ինքնագնահատականը։ Այո, բարձրացրեք ձեր ձեռքերը, փառաբանեք Աստծուն, բարձրացրեք ձեր ձեռքերը եւ ասեք ալելույա։ Փրկվածների ուրախությունը, որ Տիրոջ հրաշալի ներկայության ուրախությունն է, մեզ ուժ է տալիս։ Մոտեցեք հիմա Տիրոջը, օ ճիշտ է բարեկամներս, Հայր շատ շնորհակալ եմ, հայտնվիր այստեղ գտնվող յուրաքանչյուր մարդու եւ դարձրու քո սիրո վկան։ Ինձ հետ ասեք շնորհակալություն Տեր, ես ստանում եմ իմ օրհնությունը, վերցնում եմ այն Հիսուսի անունով։ Ամեն։ Հիմա եկեք դիտենք բաց քո սիրտը հատվածը։ Ես շատ փորձությունների միջով եմ անցել իմ ֆինանսական կյանքում։ Հիմա իմ վիճակն ավելի լուրջ է, քանի որ մայրս չի կարողանում աշխատել։ Հաճախ թվում է Աստված չի տեսնում իմ տառապանքը։ Ինձ վերևից օգնություն է պետք այս դժվար վիճակից դուրս գալու համար։ Ինչ անեմ ես։ Դե դուք նշեցիք վերևից օգնության կարիք ունենալու մասին, բայց ձեզ նաև մարդու օգնություն է պետք, որ երբեմն կարող է լինել օրինակ։ Մեր եկեղեցին, որը նաև սոցիալական աշխատանք է կատարում, դուք պետք է դիմեք դրա համար, բայց լավ է, որ դուք հասկանում եք, որ ձեր օգնությունը գալիս է Տիրոջից։ Դուք ասացիք, որ ձեզ երբեմն նույնիսկ թվում է, թե Աստված չի տեսնում ձեզ, բայց դուք մոռանում եք, որ նա Աստված է, նա տեսնում է ոչ միայն ձեզ, նա տեսնում է 8 միլիարդ մարդկանց, ովքեր երկրի երեսին են, նա նույնիսկ տեսնում է մեր սրտի ցանկությունները, որովհետև նա Աստված է, նա անբացատրելի է, այնպես չէ, դուք չեք կարող բացատրել Աստծուն, ոչ ոք չի կարող, ինչպես կարող է Տերը չտեսնել ձեզ, հնարավոր է, որ դուք թաքնված լինեք նրա աչքերից, ոչ, դա ընկալման հարց է, նա ասում է կանչիր ինձ և ես կպատասխանեմ քեզ, և ցույց կտամ քեզ մեծ ու հզոր բաներ, որոնք դու չգիտես, մի մարդ վկայություն տվեց, նա քարոզիչ է, որոշ մարդիկ կարդացել են նրա գիրքը, այս եղբայրն ասաց, որ անցնում էր փորձության միջով, հսկայական ֆինանսական փորձության միջով, ծառայության մեջ նրանք չունեին միջոցներ, եւ նա աղոթում էր ասելով. Աստված իմ, դժվարին դրություն է, Աստված իմ։ Մի օր Տերը նրան մի բան ցույց տվեց, նախ Տեր Աստված կատակեց նրա հետ, որովհետև նա աղոթում էր Աստված իմ ուղարկիր միջոցներ, Աստված ասաց, այստեղ երկնքում փող չկա, անիմաստ է խնդրելը, ես փող չունեմ։ Նա զգաց, որ Աստված խոսում էր իր հետ, շարունակեց աղոթել, եւ Տերը խոսաց նրա սրտի հետ։ Լսիր, օրինակ բժշկությունների հարցում դու ստանում ես գերազանց գնահատական, իսկ Աստծո գործի համար, ռեսուրսներ հայթայթելու համար կարիք ունես ամրապնդելու քո հավատքը։ Դու աղոթում ես, եւ երբ հիվանդությունը գալիս է, դու հանդիմանում ես դրան եւ հեռանում է։ Աստված բացատրեց նրան, որ նույն դևը, որը սպանում, գողանում եւ ոչնչացնում է քո առողջությունը, սպանում, գողանում եւ ոչնչացնում է նաեւ քո ֆինանսական կյանքը։ Ուրեմն ինչ պետք է անես։ Դու պետք է լրջորեն աղոթես եւ ասես. դու դև, որ կործանում ես իմ ֆինանսական կյանքը, հեռացիր Հիսուսի անունով։ Սա քո գործն է։ Մի քույր ինձ ասաց. հովիվ, իմ խանութը գտնվում է Սան Պաուլոյի լավագույն վայրերից մեկում։ Ես չեմ ասի, թե որտեղ է այն գտնվում։ Դա արևելյան գոտու մի տարածք է, որը հայտնի է հագուստի մանրածախ առևտրով։ Նա ասաց. հովիվ հայմե, այնքան շատ մարդիկ են անցնում այդ տեղով, բայց կարծես իմ խանութը գոյություն չունենա, դրանք ոչինչ չեն գնում իմ մոտից։ Ես ասացի, դա չարի գործ է։ Իրոք, մարդիկ նույնիսկ վկայություն են տվել եկեղեցու մասին ասելով. հովիվ հայմե, ես միշտ անցնում եի այս տեղով, ես չգիտեի, որ սա եկեղեցի է։ Տեսնում եք, այսինքն բոլորը գիտեն, որ սա եկեղեցի է, բայց նա չգիտեր։ Սա հաճախ է պատահում, այնպես որ ինչ պետք է անի հովիվը. Տեր, օծիր այս տեղը։
որպեսզի մարդիկ տեսնեն այն եւ գան։ Դու նույնպես պետք է ասես. Սատանա, Հիսուսի անունով ձեռքերդ հեռացրու իմ ֆինանսական կյանքից, իմ աշխատանքից, իմ աշխատավարձից։ Ինչ չեն գնահատում, հովիվ հայմ է, իսկ կարծես հալածում են, դադարիր այսպես ասելուց, եթե Աստված գործի, ով կարող է խանգարել նրան։ Օրինակ, եթե դու խանութի մենեջեր ես, բայց տնօրենին դուր չես գալիս, եւ նա որոշում է քեզ մեկ այլ մասնաճյուղ տեղափոխել, որը հայտնի է որպես մենեջեր սպանող։ Դու երբևէ լսել ես նման բան։ Մենեջեր սպանողը մի վայր է, որտեղ ոչ ոք չի ուզում աշխատել։ Մարդիկ խնդրում են, որ իրենց տեղափոխեն այլ վայր, իսկ դու գնում ես եւ հասնում ես հաջողության, որովհետև Տերը քեզ հետ է։ Ես այս օրինակը բերեցի այստեղ, երբ խոսում եի Աստծո ժողովրդի բարգավաճման մասին։ Դու պետք է լրջորեն աղոթես եւ կոտրես խավարի զորությունը։ Հիմա եկեք ոտքի կանգնենք։ Eu quero mais e mais de Cristo. Ես ուզում եմ ավելի ու ավելի շատ Քրիստոս մեր ընտանիքի համար։ Do seu poder. Ուզում եմ ավելի շատ նրա զորությունը։ Eu quero mais da sua presença. Ուզում եմ ավելի շատ Eu quero mais do seu viver. նրա զորությունն եմ ուզում ավելի շատ։ Eu quero mais e mais de Cristo. Ուզում եմ ավելի շատ Eu quero mais do seu poder. Ուզում եմ ավելի շատ Eu quero mais da sua presença. Ուզում եմ ավելի շատ Eu quero mais do seu viver. Se mais eu pudesse a Jesus me entregar. նրա ներկայությունն եմ ուզում Se mais eu pudesse, meu Deus, te louvar. ով որքան եմ փափագում քեզ սիրել Տեր իմ Quanto desejo te amar, meu Senhor, cantar em voz alta, Jesus teu louvor. E como eu quisera exaltar-te sem fim, porque tu morrestes na cruz por mim. բարձրացնել ձայնս եւ երգել քո գովասանքը E mais, você You pode can. Oh. եթե կարողանայի հանձնվել At դու կարող God's ես altar. Your դու կարող ես Հիսուսին ավելի շատ Oh, your children. եւ հանձնել քո ընտանիքը Dear Lord. Ալելույա, սիրելի Տեր, մենք ուզում ենք հանձնել մեր ընտանիքը քո գահի առաջ։ Մենք ուզում ենք քո առջև բերել այն մարդուն, ով հիվանդ է։ Նշեք ձեր ընտանիքում հիվանդ մեկի անունը, այն մարդուն, ով դժվար ժամանակներ է անցնում, այն մարդուն, ով ալկոհոլի ստրկության մեջ է, այն մարդուն, ով թմրանյութերի ստրկության մեջ է, այն մարդուն, ում հետ ապրելն անտանելի է դարձել։ Այս մարդը շատ սթրեսների մեջ է եղել, շատ նյարդային է, շատ անհանգիստ է, շատ գրգռված է։ Հիմա նշեք նրա անունը։ Աստվածաշունչն ասում է. հավատացեք Տեր Հիսուս Քրիստոսին եւ կփրկվեք դուք եւ ձեր տունը։ Աստծո օրհնությունը հիմա կմտնի ձեր տուն եւ որպես Քրիստոսի ավետարանի ծառա ես հանդիմանում եմ սատանայի ամեն գործ, բարձրացնում եմ իմ ձայնը ասելու. սատանա դուրս կոր իր այս տնից, դուրս կոր իր այս ընտանիքից, այս ամուսնական հարաբերություններից, դուրս արի այս հիվանդ մարդու կյանքից, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից բժիշկները հրաժարվել են, դուրս արի այս մարդու կյանքից, որն ունի Ալցհայմերի հիվանդություն, այս մարդու, որն ունի դեպրեսիա, այս երիտասարդի, որը չի ուզում դուրս գալ իր սենյակից, այն մարդու, որը շարունակ արբում է, այն մարդու կյանքից, որը թմրանյութեր է օգտագործում, այն մարդու, որն իր գլուխը կորցրել է կախարդությունների պատճառով, այս տանը եղած ամեն չարիքը թող դուրս գա անմիջապես Հիսուսի անունով, բարձրացրեք ձեր ձեռքերը, օ հիմա ավելի մոտեցեք Աստծուն, ավելի ու ավելի, հիմա երգեք, գովեստ ու փառք տանք Աստծուն բարեկամներս։ Say hallelujah. Հալելույա։ Oh, hallelujah. Hallelujah. Hallelujah.